Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովը նոր կազմով է շարունակելու աշխատանքը, այն պահին, երբ Բաքուն կրկին խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին։ Թեմայի շուրջ Եվրոմեդիա 24-ը զրուցել է քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի հետ, պարզելու թե ինչ է իրականում տեղի ունենում և ինչ կարող է նշանակել այս նոր զարգացումը։ Սա քաղաքական փոփոխություն է, որը պայմանավորված է տեխնիկական խնդիրներով։ Տեսեք, օգոստոսի 8-ին, քանի որ ինձ ստորագրել է փաստացով, որով պարտավորությունով վերցրել Ադրբեջանին անխոչնդոտ ճանապարհ տրամադրել դեպի Նախիջևան, երկու միջոցով դա պետք է փաթեթավորվի, չէ, ոչ չի կարա Ադրբեջան Զանգեզուրի միջանցքի տղեկ, դա կախտի եթե ընտրությունների ժամանակ վերարտադրվի։ Հիմա այս ամենին պետք է որոշակի քաղաքական աստղ տալ, այդ պատճառով է նա հանձնաժողովը ստեղծում, դրա կազմը կամանգլայնում, առաջի երկրորդը անկախ ամեն ինչից, տեսեք, անխոչնդոտ ուղի երբ տրամադրվի, ամեն դեպքում դա ինչ-որ տենց իսկապես տեխնիկապես դու դա պետք է կարողանաս ձևակերպել, ձևավորումները համապատասխան Հայաստանում տալ, ենթակառուցվածքներ ձևավորել, գիտեմ մասնագետներ գոնե դրես այդ անցումներին կանոնավոր թեպետ իրենք ոչինչ չեն վերահսկելու, այդ տեխնիկական գործընթացը պետք է չէ իրականացնել, օրինակ մարտահրավերի այդ բանը որ ստացեցին անցակետը ամեն դեպքում ստացել են, չէ՞, ինչ-որ գործընթաց է, որոշումներ է ենթադրվում, հիմա ինքնով փոխել ես դա էլ անում եմ։ Շինարարական աշխատանքներն Ադրբեջանի և Հայաստանի սահմանին մոտենում են ավարտին։ Այդ մասին Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետներին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հոկտեմբերի 31-ին օկուպացված Արցախ կատարած շրջայցի ընթացքում։ Ես Հիքմեթ Հաջիևին հայտարարության կավելացնեի օրերս Ադրբեջանի նախագահի Ժամալիևի կողմից հայտարարությունը, ով նշել է, որ Ադրբեջանի մասում այսպես կոչված միջանցքի շինարարական աշխատանքները ամբողջությամբ կավարտվեն 2026 թվականի առաջին ուսանյակում, իսկ ոչ Ադրբեջանի տարածքում այլ երկրների տարածքում Զանգեզուրի միջանցքի շինարարական աշխատանքները կավարտվեն 28 թվականի վերջին, Նիկոլ Փաշինյանը լետեշնը Վրաստանում էլ ելույթ է ունեցել, ասում է, որ մենք քաղաքական կամքում ենք ցույց Ադրբեջանի ճանապարհ տրամադրել, բայց կոմունիկացիաները որոշ տեղերում չկան, առաջին հերթին դա դեպի Նախիջևան կապի մասն է, եւ ևս 2-3 տարվա ընթացքում այդ կոմունիկացիաները պատրաստվում եւ ճանապարհը գործի, այսինքն տեսեք եւ Ալիևը եւ Փաշինյանը նույն մեկնաբանություն են տալիս միջանցքի բացման ժամկետի վերաբերյալ։ Հիքմեթ Հաջիևը իր հայտարարությամբ հրապարակայնացնում է այն, ինչ Ադրբեջանում տեղի է ունենում, բայց ավելի գլոբալ է, հարցերի մասին եւ Ալիևը եւ Փաշինյանը ակնկալել են։ Միջազգային հանրություն շատ լավ հասկանում է, թե ինչ է բովանդակային առումով նշանակում թրիվ, ինչ ազդեցություն դա կարող է ունենալ տարածաշրջանային ենթակառուցվածքների վրա, Ռուսաստանի եւ Իրանի տնտեսական եւ հարավային Կովկասի մասով տնտեսական եւ կոմունիկացիոն բլոկադայի համար միջազգային հանրությունը շատ լավ հասկանում է, ինչը վերաբերում է այս մարդու հայտերին, տեսեք, էլի քանի որ իր լեգիտիմության աղբյուրը այս կայդրությամբ այլևս դրսում են, ավելի կոնկրետ Թուրքիայի, բայց նաև դրանց օգտվում է գումարել է եվրոպացիների, ամերիկացիների կողմից ժողովրդական եւ ողջ դաբրոն լեգիտիմությունը։ Հիմա դրա համար էլ հայտերի քանակը ավելացել են։ Ինքը իր ձերեն ծրվելու երաշխիքները եւ այլն ուզում ստանալ։ Չէ՞ կատարվում։